Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Բարի օր սիրելի ունկնդիրներ Հայաստան ձայնասփյուռի։ Այսօր, ինչպես ամեն երկուշաբթի, ձեզ հետ ենք ես Հայկուհի Դանիելյանս եւ Տեր Հուսիկ Քահանա Սարգսյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի Հայկուհի ջան։ Հիշեցնեմ ձեզ, որ մեր հաղորդումը Լսիր ժողովուրդ եթեր է հեռարձակվում ամեն երկուշաբթի 10:15, կրկնությունը ժամը 1-ին։ Կիրակի օրերը։ Այսօր նույնպես ընտրել ենք մի թեմա, որը էլի հեշտ չէ, ու փորձելու ենք Տեր Հուսիկի հետ բացահայտել, քննարկել։ Քննարկելը հեշտ է, գործադրելն է դժվար այսօրվա թեմայի ինձ թվում է։ Երևի թե ամեն թեմայի։ Երևի թե։ Այսօր խոսելու ենք երեխաների մասին։ Ծնող երեխա, ընտանիք, այս եռանկյունու մեջ որն է երեխայի դերը, որն է ծնողների դերը ու ավելի կոնկրետ երեխաների դերը ընտանիքում։ Ինչքանով է կարևոր երեխայի դերը ընտանիքում, ինչքանով է հնարավոր երջանիկ ընտանիք առանց երեխայի։ Այո։ Ու արդյոք ընտանիք ասելով երեխա արդեն պետք է հասկանանք, եթե ընտանիք է պետք է անպայման երեխա լինի։ Փորձենք այս հարցերը այսօր քննարկել։ Ինչպես ասեցի, ընտանիք ասելով հաճախ ենթադրում ենք երեխաների ներկայություն։ Այնինչ գոյություն ունեն բազմաթիվ ընտանիքներ, որոնք երեխաներ չունեն այս կամ այն պատճառներով։ Երբեմն դա գիտակցված որոշում է, երբեմն առողջական խնդիրների հետևանք։ Հաճախ մեղադրվում է կինը, թեև խնդիրը կարող է լինել ամուսնու առողջական խնդիրների պատճառով էլ։ Տեր Հուսիկ, խնդրում եմ անդրադառնաք այս հարցին, այս տեսանկյունին, ինչ է ասում Աստվածաշունչը։ Շնորհակալ եմ հարցի համար, Հայկուհի ջան։ Իսկապես զավակ չունենալու պատճառները կարող են տարբեր լինել, հատկապես այսօր 21-րդ դարի գիտության ասպարեզում, հատկապես բժշկագիտական շատ պատճառաբանություններ կան, լուրջ, բարեբախտաբար հաճախ բուժվող հետևանքներ կան, որոնք ուրեմն մինչև մասնագիտական դաշտ չմտնեն, իրենց լուծումը հնարավոր է եւ չգտնեն։ Մյուս կողմից կան ընտանիքներ, որոնք կարծում եմ քիչ, բայց կան, որոնք նախընտրում են որոշ ժամանակ զավակներ չունենալ, սպասել ինչ-որ մի կետի, ինչ-որ մի հանգամանքի։ Սա եւս իր տեսակի մեջ ողջունելի է կամ ընկալելի երևույթ է։ Ամեն մարդ ազատ է իր ընտանիքի ներսում կառուցել իր ուզած հարմարավետությունը։ Բայց եթե անդրադառնանք, թե ինչ է ասում Աստվածաշունչը զավակների եւ զավակներ չունենալու որոշման կամ պատճառի վերաբերյալ, նորից ստիպված ենք մի քանի հազարամյակի կամ հարյուրամյակի մշակութային եւ ինչու՞ չէ նաեւ աստվածաբանական ըմբռնում քննարկել։ Առաջին հերթին Սուրբ Գիրքը ծայրից ծայր հուշում է, որ զավակները Աստծո պարգևներ են։ Եվ այս ընկալումը շատ խոր ընկած է Աստվածաշնչյան մի քանի պատմությունների մեջ, որտեղ զգացվում եւ նկատվում է ուղղակի կամ անուղղակի կերպով, որ կան զույգեր, որոնք չունեին երեխաներ, ինչպես օրինակ Աբրահամը եւ Սառան, ինչպես Իսահակը եւ Ռեբեկան, ինչպես Հովանես Մկրտչի ծնողները Եղիսաբեթը եւ Զաքարիան, եւ սա համարվում էր, այսպես ասած, դժբախտություն կամ Աստծո պատիժ, շատ հաճախ այդպես էին ընկալում, որ Աստված իրենց զրկել է այդ պարգևից։ Բայց իրականությունն այն է, որ Աստված արգելքների լեզվով չի խոսում մարդկանց հետ։ Անշուշտ ամեն բան ունի իր ֆիզիկական պատճառները, բայց կան նաև հոգևոր պատճառները, թե ինչու կարող է այդ հնարավորությունը վերցվել որոշ ծնողներից, մինչդեռ ուրիշ ծնողներ արդեն նույն ժամանակահատվածում 2-3 երեխա ունեն։ Սա արդեն հարցի երկրորդ կողմն է, ինչու կարող է Աստծո կողմից, այսպես ասած, արգելք լինել որոշ շրջան եւ այդ կյանքը, չէ՞ որ կյանքի աղբյուրը Աստված է ի վերջո, որքան որ բժշկության վրա հիմք դնենք, Աստված է կյանքը շունչը տվողը։ Չի ստացվում։ Բայց որ ասել մոտենալ այն կողմից, որ եթե զավակ չունի այս ընտանիքը, ուրեմն նրանք մեղավոր են, ուրեմն նրանք Աստծուց պատժվում են, սա էլ ճիշտ եւ քրիստոնեական մոտեցում չի լինի։ Ամեն բան ունի իր ժամանակը եւ թերևս ամուսնացող զույգը պետք է փորձի ինքը
քննել, հասկանալ, ուսումնասիրել, թե չունենալու պատճառը այն դեպքում, երբ որ կա ցանկություն, որտեղից է, դա առողջապահական է, դա հոգեբանական պատճառ է, դա գուցե հոգևոր պատճառ է։ Օրինակի համար այն զույգերը, որոնց մասին ես խոսեցի, որ չունեին եւ համարվում էին դժբախտ կամ իրենց զգում էին դժբախտ աստվածաշնչյան կոնտեքստում, այդ բոլոր զույգերն էլ ունեցան զավակներ եւ այդ զավակները եղան ուխտի զավակներ, այսինքն մարդիկ, որոնց հետ Աստված ուներ լուրջ ծրագիր, լուրջ պլան եւ Աստված սպասում էր այն կետին, որտեղ ճիշտ պահը կլինի, որ նրանք աշխարհ գան։ Ինչպես գիտեք, Աբրահամը դարձավ ազգերի նախահայր, իրենից ծնվեց Իսահակը, Իսահակի ծերունները եւս պետք է շարունակեին, Հովհաննես Մկրտչի ծնողները ուրեմն ծեր տարիքում, զառամյալ տարիքում ունեցան եւ բավական զարմացած էին այս երևույթի վրա, ինչպես այդ տարիքում կարող են ունենալ զավակ, անգամ հայրը կասկածեց, երբ որ հրեշտակիրեն այդ ավետից տվեց, բայց Հովհաննես Մկրտիչը եղավ Հիսուսի ճանապարհը հարթողը, նախակարապետը, Մկրտիչը նաեւ միևնույն ժամանակ։ Ուզում եմ ասել, որ անգամ այն դեպքում, երբ որ կա ուշացում, չի ստացվում, սա միայն դժբախտության մասին չի խոսում։ Սա կարող է խոսել նաեւ որոշակի լավ տրամաբանության վերաբերյալ, որ Աստված հավանաբար պատրաստում է մի ավելի կարևոր երևույթ եւ ապագայում, եթե Աստծո կամքն է, ամեն բան բարով կպսակվի եւ ամեն բան կլինի։ Իսկ եթե չլինի, դրա մեջ նորից պետք է փնտրել Աստծո կամքը եւ հասկանալ ինչու ամեն դեպքում բժշկական միջամտությունից տարբեր փորձերից հետո սա չի ստացվում մեզ մոտ։ Ուրեմն կա մի բան, որը իսկապես Աստծո կամքից է կախված եւ այդ կամքը պետք է մեր կամքի հետ համընկնի, որպեսզի ամեն բան ստացվի։ Ինչպես ասում են, Աստծո գործերը անքննելի են։ Մենք երբեք չգիտենք միջև վերջ։ Անշուշտ այդպես է, բայց երբեմն կարող ենք Աստծո խոսքը կարդալով, ուսումնասիրելով այդ գործերի ընթացքը եւ տրամաբանությունը հասկանալ, որովհետեւ Աստված մինչեւ այսօր շարունակում է մեզ հետ խոսել եւ Աստվածաշնչով իր կամքը փոխանցել փոքրի շատ է։ Շնորհակալ եմ Տեր Հայր, իսկ արդյոք երեխայի առկայությունը իրոք պարտադիր պայման է, որ ընտանիքը կայացած լինի։ Միանգամից ասեմ, ոչ, որովհետև ընտանիքը այր եւ կնոջ միությունն է։ Տղամարդու եւ կնոջ միությունն է։ Երեխաները ընտանիքի, այսպես ասած, վերջնանպատակն են, այսպես ասած, միսիայի, առաքելության գագաթնակետն են։ Այն ինչին ընտանիքը անշուշտ պիտի ձգտի, որովհետև նաեւ երեխաները բացի սեր, հաճույք եւ ուրեմն լավ ապրումներ տալուց նաեւ երբեմն հոգս են, բայց հոգս բարիս, այսպես ասած, փափուկ իմաստով։ Մեծ աշխատանք։ Այո, մեծ աշխատանք, պատասխանատվություն եւ այլն։ Բայց նաեւ մյուս կողմից երեխաները սերունդ շարունակելու միակ ճանապարհն է, այսինքն դու չես կարող քո սերունդը, քո գենը շարունակել եւ սերնդագործել, եթե զավակ, թոր եւ այս գիծը տեղի չունենա։ Բայց պնդել, որ պարտադիր 100%-անոց նախապայման է երեխա ունենալը եւ անմիջապես ունենալը ամուսնանալուց հետո եւ այլ, սա որոշակիորեն թյուրիմացություն է։ Չմոռանանք, որ Սուրբ Գիրքը եւ քրիստոնեական վարդապետությունը ասում է, որ երբ որ մարդիկ ամուսինները ամուսնանում են, երկուսը դառնում են մեկ։ Սա հոգևոր միություն է անշուշտ, բայց շատ մեկնաբաններ սրա տակ տեսնում են նաև ֆիզիկական միությունը, երբ որ երկու հոգի միանում են անկողնում, մենք արդեն խոսել ենք սեռական կյանքի մասին, եւ որպես արդյունք ծնվում է մեկ հոգի, այսինքն երկու գումարած մեկ գումարած մեկ ստացվում է ոչ թե երկու, այլ ստացվում է նորից մեկ, այսինքն անձ է ծնվում, նոր անձ է ծնվում։ Հետևաբար ինչով է կարևոր նաև զավակներ ունենալու հանգամանքը, որ երբ որ Աստված օրհնում է մեզ եւ տալիս է այդ հնարավորությունը, որ մենք ունենանք զավակներ, շարունակենք մեր սերունդը, նա նաեւ մեզ մեծ նվեր է անում առիթ տալով իր արարչագործության մեջ մաս եւ բաժին ունենալ, այսինքն Աստված տալիս է կյանքը, վստահում է մեզ այդ կյանքը եւ այդ կյանքը մենք ենք աճեցնում, մեծացնում, դաստիարակում եւ առաջնորդում դեպի ապագա, դեպի կյանք։ Իսկ ասեի, մենք էլ այդ պահին մեզ արարիչ ենք ամեն դեպքում։ Այո, արարչագործության դետալ ենք դառնում, փոքրիկ Աստված ենք դառնում իրականում, այսպես արարիչ ենք լինում, լրիվին համաձայն եմ քեզ, հետո Աստված ասում ենք մեզ իր կերպարով իր նման է ստեղծել, մենք էլ ենք արարիչ, մեր սեփական կյանքի արարիչ իրականում մենք ենք։ Դա լինի երեխա, դա լինի ինչ որ ստեղծագործություն, ինչ որ տուն կառուցել։ Ավելին ասեմ, որ երբ որ խոսում ենք Աստծո պատկերով ստեղծված լինելու մասին, դրա մեջ ենթադրվում է ազատությունը, սերը, ձգտումը դեպի լավը եւ բարին եւ արարելու հատկությունը։
Դրանք աստվածային հատկություններ են, որոնք Աստված ներդրել է նաև մարդու մեջ։ Եվ ուրեմն ասել, որ զավակներ ունենալը պարտադիր պայման է, սխալ կլինի։ Բայց միևնույն ժամանակ զավակները, ինչպես ասացի, նոր օրհնություն, նոր կյանք են բերում, նոր նպատակներ են բերում եւ որոշակիորեն մեզ մտցնում են Աստծո պլանների, Աստծո նպատակների եւ ծրագրերի մեջ, դարձնելով Աստծո արարչակից, այսպես ասած, ինչը շատ ողջունելի է։ Շնորհակալ եմ Տեր հայր, բայց ամեն դեպքում դուք ասացիք, որ կան մարդիկ, որոնք հետաձգում են, հիմա այս պահին չեն ուզում երեխա ունենալ եւ այլն։ Կան մարդիկ, որ ընդհանրապես չեն ուզում, բայց կան մարդիկ էլ, որ ծնված չեն ծնող լինելու համար, որովհետեւ ես շատ ուշադրություն եմ դարձել, շատ հաճախակի ասում են, ես ուզում եմ երեխա ունենալ, բայց շատ քչերն են ասում, ես ուզում եմ մայր լինել։ Ես ուզում եմ հայր լինել։ Դրանք բացառապես տարբեր բաներ են, որտեվ կարելի է ունենալ երեխա ու մայր այդպես էլ չդառնալ կամ հայր այդպես էլ չդառնալ։ Մյուս կողմից մարդիկ կան, որ իրոք իրենց համար դա շատ բարդ է։ Ասենք իրենք ուզում են լավ ծնող լինել, բայց իրենց մոտ չի ստացվում։ Արդյոք այս դեպքում մեղք է երեխա, ասենք երեխա չունենալը, թե մեղք է ունենալ ու ամեն դեպքում տեր չկանգնել երեխային, սա երևի թե ավելի չգիտեմ, ես հոգեվերական չեմ, բայց իմ կարծիքով սա ավելի բարդ դեպք է, ավելի բարդ մեղք է։ Բոլորը չէ որ ծնված են իրոք, այսպես ասած, հենց մայր կամ հայր լինելու կերպարով։ Ես կյանքում շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք հենց տեսնում ես ոնց որ ծնվել են մամա լինելու համար կամ պապա։ Դրա կողքը կա, որ ընդհանրապես Չգիտեմ, հոգեբանորեն որքանով է հիմնավորված ասածը, որ մարդ ներքուստ կարող է չունենալ, իմ կարծիքով բնականորեն մի փոքր բառներ կարող է վտանգավորել, բնազդորեն արդեն ամեն մարդ, հատկապես կանայք, ասեմ, հակում ունի դեպի մայրությունը, որովհետև բնությունից այդպես է տրված։ Այդ տպավորությունն ունեմ, այդ կարծիքն ունեմ, միշտ չեմ պնդի կարծիքս, բայց այդպես եմ պատկերացրել։ Բայց մյուս կողմից շատ կան դեպքեր, երբ որ չի ասի երկուսն էլ չեն ուզում, բայց կողմերից մեկը հիմնականում ամուսինը, տղամարդը պատրաստ չէ այդ պատասխանատվությունը ստանձնելու, որովհետև այո, զավակ ունենալը մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն։ Չգիտեմ, ամենաթանկ բանն էլ այս աշխարհում առնես, ունենաս քո տունը պահես, պակաս պատասխանատվություն է, քան երեխա ունենալը եւ մեծացնելը եւ շատերը հիմնականում, ինչպես ասի, իմ նկատելով տղամարդիկ որոշ շրջան խուսանավում են այդ քայլին գնալուց։ Անշուշտ, եթե կա այս վախը, կա պատասխանատվության պակասը, չարժե նախահարցակ լինել, պետք է սպասել որոշ շրջան եւ երբ որ լիարժեքորեն հասունանա պահը, այդ պահին գնալ։ Բայց արդյոք այս պահը կհասունանա թե ոչ։ Որովհետեւ իմ կարծիքով հատկապես նախ առաջնացին դեպքում, երբ որ առաջի զավակը պիտի ունենաս, ոչ մեկ չի կարող բարձրանալ ասելով, որ ես պատրաստ եմ հայր լինելու կամ մայր լինելու։ Ես իմ անձնական օրինակից կբերեմ, լեցուն ծնողներ նույն օրինակն են բերել, որ առաջի անգամ երբ որ երեխայից տեսագրկեցի, հատկապես հայրերը, ոչ մի զգացմունք, ոչ մի ապրում չունեցա այդ ավելի խառնիչ աղանջ ապրումներ ես ունենում, այ չես հասկանում, որտեղ հայրությունը դա ոչ թե կոչում է կամ մայրությունը, դա ձևաչափ է, դա ապրելակերպ է, դու պիտի մտնես դրա մեջ, դու պիտի ապրես, դու պիտի երեխայի տակը մի հատ փոխես, մեկ հատ լողացնես, մեկ հատ կերակրես, հագցնես, գիշերը մեկ անգամ չքնես, իր հետ միասին, իր ժպիտով պիտի ուրախանաս, որ այդ հայրությունը եւ մայրությունը կարողանաս ապրել։ Ժամանակի հետ սիրել։ Անշուշտ, դա էլ կա մարդիկ, որ ժամանակ է պետք, որպեսզի համակերպվեն կամ գիտեմ հարաբերությունները զարգանան։ Այնպես որ շատ մեծ վտանգ կա այն մարդկանց մոտ, որոնք ասում են, որ դեռ պահը չեն տեսնում, ինձ պատրաստ չեմ գտնում, կարող է այդ պահը չմոտենա երբեք, որովհետև վախերը երբեմն արգելք են հանդիսանում եւ մարդը չի գնում ուրեմն հստակ քայլի։ Եվ այս ամեն ինչը քննելով հանդերձ գոյություն ունի մի վտանգ, թաքնված վտանգ, մեկ չէ, մի քանի վտանգներ կան, բայց ես հատկապես մեկը կուզեմ ընդգծել առաջին հերթին այն վտանգը, որ կողմերից մեկը շատ է ցանկանում, մյուսը չի ցանկանում եւ սա ստեղծում է հոգեբանական պատնեշ ապագա ծնողների միջև կամ կողակիցների միջև եւ դա ավելի է բարդացնում խնդիրը ունենալ եւ չունենալու։ Այս դեպքում շատ տեղին է երևի թե հոգեբանի հետ զրույցը հասկանալը։ Երկրորդ, հետաձգումները իրենցից ենթադրում են որոշակի ոչ բնական ընթացք, երբ որ կա սեռական կյանք,
տևական, մի քանի տարվա սեռական կյանք, բայց չկա երեխայի հարցը։ Սա կարող է առաջացնել թե առողջապահական խնդիրներ միևնույն ժամանակ, հատկապես կանանց մոտ։ Եվ թե նաև բարի հոգեբանական հարցեր է առաջանում, որովհետև այդտեղ երբեմն հղիության ընդհատման խնդիր է առաջանում, երբեմն անպատուղ սերմնաժայթման խնդիր է առաջանում, սրանք լուրջ հոգևոր խնդիրներ են, որոնց մասին ուրեմն շատ հաճախ զույգերը ուղղակի շրջանցում են, խուսափում են մտածելուց եւ պատճառը ինչ է, որ պատասխանատվություն չեն ստանձնել կամ իրենք ուզում են մի փոքր իրենց ազատ կյանքը վայելեն։ Քավլիցից հա չեմ ասում քննադատելով այն զույգերին, որոնք գտնեն վիճակը այս վիճակի մեջ, այլ ուղղակի ցանկանում եմ ցույց տալ, որ կան որոշակի շեղումներ նաև հոգևոր եւ ֆիզիոլոգիական, ինչու՞ չէ, որոնք կարող են կանգնել զույգերի առջև։ Հանգուցալուծելով, ամփոփելով հանդերձ, այո, պատասխանատվություն է, բայց այդ պատասխանատվությունը ստանձնելուն պետք է նաև դեպս պատասխանատու մոտեցում ունենալ, բարձի թողի չթողնել վիճակը եւ գալ այն կետին, հատկապես եթե զույգի միջև կա երկկողմանի համաձայնություն եւ ուրեմն հասնել այն կետին, որ պետք է երեխան մեզ պետք է, մենք ուզում ենք ունենալ դա կյանքին, ընտանիքին մի նոր ռիթմ, նոր կարգավիճակ, նոր օրհնություններ է բերում։ Ժողովուրդը մի խոսք ունի, ոչ հայերեն բառով են ասում, ամեն երեխա իր հետ իր խսմատն է բերում, չէ, իր բարօրությունն է բերում, իր այսպես ասած բարիքն է բերում ընտանիք եւ դա իսկապես այդպես է։ Իսկապես այդպես է։ Քանի որ խոսեցինք այսպես ասած ուշացնելու եւ ճուշացնելու կամ ունենալ չունենալու հարցից, ես ինձ իրավունք կվերապահեմ անդրադառնալ մի շատ տգեղ հարցի եւս այս պահին։ Դա ամուսինների անձնական ընտրության մեջ արտաքին միջամտություններն են, շատ տարածված մեր հայկական միջավայրում։ Ամուսնությունից մի շաբաթ հետո, նորություն չունեք, ինչ կա, ձեները դուրս չի գալիս, կամ անտեղի անիմաստ հումորներ, որոնք նորապսակներին ուղղակի կաշկանդում, ամաչեցնում, հուզում եւ վատ վիճակի մեջ են դնում։ Ես կասեի դրանք չեն էլ վերջանում, առաջի երեխայից հետո անցնում են երկրորդին, հետո երրորդին։ Սա ընդհանուր առմամբ սեփական կյանքով ապրելու ունակություն չունեցող մարդիկ են անում, ովքեր ուրիշների կյանքով են ապրում ու իրենց թվում է, որ դա մտահոգություն է, հոգատարություն է, թեկուզ լինեն ամենահարազատ մարդիկ, գիտես, քույր, եղբայր, ծնողներ լինեն։ Երեխա ունենալու հարցը նորապսակների խնդիրն է։ Անշուշտ, եթե կա իրապես խորքային խնդիր առողջապահական եւ կարող են դիմել հարազատներին, կիսվել, բացատրել, կարող են եւ չասել ոչինչ եւ բայ լինես ներսում, դա իրենց հարցն է։ Իրենք կարող են ծածուկ գնալ բժշկի գալ եւ իրավունք ունեն որևիցե մեկին չմանրամասնել, թե ինչ խնդիր ունեն իրենք, ումից է գալիս խնդիրը, որովհետեւ շատ հաճախ հնչում են մեղադրանքներ, հա, մեր տղան ամուսնացավ, չբեր աղջիկա հետ կամ չգիտեմ, այսպեսի տհաճ վատ։ Դա ձեր տղայի ընտրությունն է, կամ ձեր աղջկա ընտրությունն է։ Դա իրենց ընտանիքն է, ունենան, չեն ունենա, ինչ ճանապարհով կունեն, թողեք այդ մարդիկ որոշեն։ Սա անկրթություն է եւ շատ բարիապես շատ ցածր մի վիճակ է նման հարցերի մեջ խառնվելը եւ նման մոտեցում ցույց տալը։ Ես կուզեի ավելացնել, որ իրոք վախերն են շատ հաճախ պատճառ հանդիսանում, ինչպես շատ մեր կյանքի բնագավառում շատ ընտրություններ կատարելու կամ չկատարելու, այնպես էլ երեխային կյանք պարգևելու թե չպարգևելու հարցը։ Ու մեկ էլ այսպեսի մի բան հիշեցի, երբ որ պատմում էիք, որ հայրիկները գրկում են երեխային ոչինչ չեն զգում, դե մայրիկների հարցը մի քիչ ուրիշ է, որովհետև 9 ամիս ամեն դեպքում ապրում են ամեն օր, մի տեսակ զգում են։ Պորտալարով կապված են, հոգեբաններով կապված են։ Բայց ամեն դեպքում շատ սեփական փորձից ասեմ, ամեն դեպքում շատ զարմանալի է։ Ես հիշում եմ, երբ իմ աղջիկը ծնվեց, ես նայում էի ու մի տեսակ ոնց որ չես հավատում, որ քոնն է, երեխա է, արդեն ծնվել է, ամեն դեպքում այդ առաջի պահը շատ յուրօրինակ, տարօրինակ է, այսպես ասած։ Բայց մի օրինակ ուզեցի բերեմ, որ երբ մենք նույնիսկ մի հատ կատվի ձայթ ենք վերցնում պահում, այդ կատվի ձայթին սիրում ենք, երբ որ ամեն օր կաթ ենք տալիս, կերակրում ենք, սիրում ենք, շոյում ենք, նույն բանն էլ գալիս ենք այդ բանին, որ սերը ինքը բայ է։ Երբ որ ամեն օր ոնց որ ասեցի գիշերը վեր ես կանում, երեխայի տակը փոխում ես, կերակրում ես, ինչքան երեխան մեծանում է, այնքան շատ ես սիրում։ Այո։ Ու շատ գործողություններով ինչքան այդ երեխան մեծանում է, որ նայում ես, մի տեսակ շատ հիմա ասենք, քանի որ իմ աղջիկը արդեն հեսա շուտով ընդհանրապես հասուն մարդկանց շարքն է անցնելու, 10 տարեկան կդառնա, ես որ իրեն հիմա նայում եմ, շատ հետաքրքիր զգացողություն է։ Մի կողմից ինչ որ պահ գալիս հիացմունք ա, որ
էսպիսին է իմ երեխան, մի կողմից էլ ինչ-որ sense ծնողական հետաքրքիր, ինչ-որ բան կա, որ ես եմ, միթե ես եմ իրան ստեղծել ինչ-որ առումով, բայց այդ տարիների հետևանքն է, որ տարիներ շարունակ ես ներդրել եմ, իմ կյանքը, իմ ազատությունը, իմ ժամանակը, իմ անքուն գիշերները, իմ ամեն ինչը, որ այս երեխան մեծանա ու դառնա հասուն մարդ։ Ընդհանրապես ծնողից ինչ է պահանջվում, երևի այդ պահանջ բառն էլ է վախեցնող շատերի համար, ովքեր որ պատասխանատվությունից խուսափում են, բայց պահանջում է, ինչպես դու ասացիր, փոքրիկ փիսիկ ես բերում կոտուն, դա էլ պահանջում է։ Ինչ է պահանջվում, ուրեմն ապահովել իրեն կենսական անհրաժեշտությունները, ուտելիք, խմելիք, հագնվելիք, կրթություն, ուսում, դաստիարակություն, անպայման եւ ապահովություն։ Այդ բոլորը անշուշտ շատ ճիշտ նկատեցիր, պիտի պարուրված լինի սիրով։ Առանց սիրո այդ ամեն ինչ արեցիր, ավելի լավ է այդ երեխան չունենայիր, կունենաս շատ խաթարված սերունդ, այսպես ասենք, բայց վատ բաների մասին չխոսենք։ Անցնենք հաջորդ հարցին, որը մի քիչ հումորային, այսպես ասած, հումոր է դառել, թե ասեմ ավելի շատ կենաց է դառել մեր հաճախ մեր տղամարդկանց բերանում սեղանների, լի սեղանների շուրջ, երբ որ կենաց են խմում, նույնիսկ եթե ասենք օրինակ վերցնենք երեխայի ծնունդն է, բայց հավաքվել են մեծերով ուտում խմում ուրախանում են, ու այդ երեխան ոչ մի հաճույք չի ստանում, ասենք այդ իր ծննդյան օրվա նշելուց, կարևորը papan ասում է կամ ուրիշ papai ընկերներն ասում են, ինչ անում ենք մեր երեխաների համար ենք անում։ Ուր է այս արտահայտությունը իրականում ինքը երկակի է, ինչ է թաքնված սրա հետևում։ Իրավունք ունես, շատ հաճախ ասվող արտահայտություն է, երբեմն էլ դարձել է թևավոր խոսքի պես մի բան։ Եվ համաձայն եմ, որ միշտ չէ, որ այդ արտահայտությունը լիարժեքորեն անկեղծ է։ Որովհետև շատ հաճախ նա ով ասում է ինչ անում են երեխաների համար ենք անում, երևի թե իրենց մտքում էլ ասում են ապրեք երեխեք, բայց մեր պես չապրեք թումանյանական խոսքերով, որովհետև այն կյանքը, որ իրենք ապրում են, այդքան էլ երեխայի համար չէ, ինչպես դու ասացիր։ Անշուշտ կան դեպքեր, որ ծնողը, այսպես ասած, բարիս ամենախոր իմաստով նվիրված, ամեն բան անում է երեխայի համար, սա էլ ծայրը հեղացված մի դրսևորում է, երբ որ մարդիկ շատ հաճախ ծնողներ կարծում են, որ իրենք պետք է ամեն բան ծայրահեղ կերպով զոհաբերեն կամ ցույց տան, որ զոհաբերում են, որպեսզի իրենց երեխայի համար լավն է, սա մեծացնում է էգոիստ երեխաներ, մեծացնում է ինքնահավան երեխաներ, պահանջկոտ երեխաներ, մեծացնում։ Եվ ոչ միայն գիտեք, Տեր Հայր, շատ հաճախակի Տեր, երբ որ ծնողը իրեն մոռանալով ամեն ինչը նվիրում է այդ երեխային, այդ երեխան կարող է վերցնել այն մոդելը, որ մեծանա ինքն էլ իր կյանքով չապրի, ինքն էլ իր երեխայի։ Այո։ Շատ հնարավոր է։ Սխալ մոդելն էլ վերցնի, որ այսինքն ստացվում է ոչ մեկ իր կյանքով չի ապրում նորմալ առողջ։ Շատ համաձայն եմ հետը։ Բազմաշերտ արտահայտություն է, երբեմն այդ արտահայտության տակ նաև թաքնվում են մարդիկ, որոնք իրենց անձնական կյանքում դժբախտ են եղել եւ իրենց ամբողջ երջանկության պատկերացումը կապում են երեխաների հետ, բայց ոչ թե երեխայի համար են դա անում իրականում, այլ անում են իրենց համար, որպես իրենք Երևան լավ մայրիկ կամ լավ հայրիկ, որպես այսպես ձևապաշտական ցույց տան, որ իրենք լավ ծնող են, այո, կարող է լավ ամուսնական հարաբերություն, բայց ծնող լինելու մեջ իրենք իդեալական են եւ այլն, բայց իրականությունը այլ է, այդտեղ թաքնված, այսպես ասած, ինքնապաշտպանական մեխանիզմ է շատ հաճախ ներդրված։ Եվ նման դեպքերում մենք շատ հաճախ ավելի տեսնում ենք ճակերտավոր ասած հերոս հայրիկներ կամ մայրիկներ, քան երջանիկ երեխա։ Եվ սա այդ արտահայտության բացասական կողմերից մեկն է։ Անշուշտ ցանկացած ծնող պետք է բնական կերպով եւ Աստծուց տրված իշխանությամբ լավագույնը, առավելագույնը փորձի տալ իր զավակներին, իր ապրելակերպի, դաստիարակության եւ ապահովության համար եւ այդ ամեն ինչը ինչպես ասացինք պարուրի սիրով, բայց ոչ մի ծայրահեղություն ընտանեկան կյանքում չի կարող լինել օրինաչափություն։ Հատկապես եթե մարդիկ կարծում են, որ կյանքի նպատակը, ընտանիքի նպատակը ոչ թե ամուսինների միջև սիրով համերաշխ եւ բարոր երջանիկ կյանք կառուցելն է, այլ ֆիքսվել միայն երեխաների համար, թող լավ լինի երեխաների համար լինի։ Մենք ինչ կլինենք, դա ոչ մի էական տարբերություն չկա։ Երջանիկ երեխաները մեծանում են երջանիկ ընտանիքներում։ Երջանիկ ծնողների լիարժեք երեխաները մեծանում են լիարժեք ընտանիքներում։ Այսինքն երջանիկ ծնող, լիարժեք ընտանիք, սեր տեսնող երեխան
սեր է ստանում իր ծնողներից եւ սեր է փոխանցում այնտեղ որտեղ պետք է։ Ու նույնիսկ ոչ ես կավելացնեի, որ ոչ միայն երբ ծնողները երջանիկ չեն կյանքում փորձում են այս ամեն ինչը երեխաների միջոցով կոմպենսացնել, այլ ընդհանրապես իրենց կյանքում երբ որ հաջողության չեն հասնում, թեկուզ աշխատանքի բնագավառում, թեկուզ ընկերական, թեկուզ սոցիալական, այսպես ասած, այս երեխաները մի տեսակ դրոշակ են դառնում իրենց համար, որ փոխարենը ես լավ մամա եմ, ես լավ պապա եմ, ու ինձ միշտ զարմացրել է այն փաստը, որ Ֆրանսիա գալով, երբ որ ֆրանսերեն էի սովորում, շատ հաճախ ինձնից փոքր տարիքով մայրիկներ, հայրիկներ ասում էին, մեր համար արդեն մեր անցած է, նույնիսկ կարիք չկա, որ մենք լեզու սովորենք, ինչ որ լավ աշխատանք ունենանք, մեր երեխեքը կսովորեն, բայց ախր դու ես երիտասարդ, ասենք երբ մայրիկը 30 տարեկան չկա ու մտածում է, որ կյանքը ավարտված է ու ինքը կարիք չունի նույնիսկ լեզու սովորելու, ինձ շատ զարմացնում էր այդ փաստը միշտ։ Չես կարծում, որ այդտեղ նորից այդ փրկչի սինդրոմն է գործում, բայց արդեն երեխայի հանդեպ, որ ես ինձ կզուհաբերեմ, միայն թե իրեն լավ լինի, եւ ուրեմն արդյունքում այնպես է ստացվում, որ ավելի վնասում ենք երեխային, քան փրկում է, որովհետեւ երեխայի մեջ այդ ինչպես քիչ առաջ էլ նկատեցիր, դաստիարակվում են որոշ բնավորության գծեր կամ կաղապարներ, որոնք հետագա երկյանքում վնասելու են։ Այս դեպքում ոչ միայն փրկչի սինդրոմը, որտեղ ոչ մեկ չի խանգարում երեխան էլ սովորի, մայրիկ լինես ու ֆրանսերեն սովորես, նորմալ աշխատանք ունենաս։ Չէ, բայց մարդ ասում ես իմ ամբողջ ժամանակը հնարավորությունները եւ այլն պիտի տամ միայն երեխային։ Ինքնախաբեություն է ավելի շատ, որովհետեւ ես հաճախակի տեսնում եմ, որ երբ որ իրենց չեն կարողանում, ոնց որ նոր ասեցի, ինչ որ հաջողության հասնել, իրենք մտածում են, որ դա երեխաների նվիրվելու պատճառով է, իրենց համար մի տեսակ բան են, սրտահովանք են, այսպես ասած, գտնում ավելի շուտ։ Համաձայն եմ։ Անշուշտ մեկ կետի վրա պետք է կանգ առնենք, երեխաները շատ կարևոր են ընտանիքում եւ երեխաները պետք է լրացնեն ձեր ընտանեկան երջանկությունը եւ ոչ թե դառնան երջանկության միակ եւ բացարձակ օբյեկտները։ Ու այդ դեպքում էլ ոնց որ դուք ասեցիք, մեծացնել էգոիստների, ոչ երջանիկ մարդկանց հետագայում հասուն։ Ամփոփելու համար, ով մեր ունկնդիրներից չգիտի, Տեր Հուսիկը 3 բալիկների հայրիկ է։ Դրա համար ոչ միայն հոգևորականի եմ հարց տալիս, այլև հայրիկի եմ հարց տալիս, առողջ հոգով երեխա մեծացնելու բանաձևը ո՞րն է։ Այսինքն մեկ երեխա ունեցողներին հաշվի չենք առնում, հա, առողջ հոգով։ 3 անգամ ավելի շատ փորձ ունեք։ Փառք Աստծուն այդ 3 անգամի համար եւ ես էլ տիկինս էլ համաձայն ենք, որ 3-րդ անգամը վերջին անգամը չպիտի լինի, երբ որ Աստված կողորմի, թող շատանան, բայց իսկապես շատ կարևոր պատասխանատվության կետ է։ Գիտես, պատասխանատվության չափը շատ ավելի մեծ է մեծանում է երեխաների մեծանալու հետ, քան այդ նոր ծնված այդ պահին է լինում։ Համամիտ եմ։ Անշուշտ նոր ծնված պահին մեծ է թվում այդ պատասխանատվությունը, որովհետև անփորձ ես դեռևս, հատկապես առաջին երեխայի, երկրորդ երեխայի պարագային, երրորդով ավելի, այսպես փորձառի ես դառնում կենսական մակարդակի վրա գոնե, բայց շատ լուրջ քայլ է։ Չերչիլը ուրեմն մի հետաքրքիր միտք ունի, ասում է, որ մեկ ամբողջ պետություն կառավարելը շատ ավելի հեշտ է, քան 4 երեխա մեծացնելը մեկ հարկի տակ։ Հիմա ես 3 երեխա ունենալով դեռ Չերչիլին հասնելու մի տեղ ունեմ, պետություն կառավարելու դժվարություններն դեռ իմ ուսերին դրված չեն, բայց իսկապես մի ամբողջ տիեզերք ես դաստիարակում եւ որպես ծնող կասեմ, որպես նաև հոգևորական կասեմ, հատկապես այսօր 21-րդ դարում շատ մեծ մարտահրավերների առաջ են կանգնում։ Դեռ պստիկ են իմ երեխաները, այսինքն չափահասության տարիքին չեն էլ մոտեցել դեռ, եւ քանի դեռ փոքր են, քանի դեռ մատխաշ են, փորձում ենք հայ քրիստոնյա կերպարը ձևավորել, հատկապես արտերկրում ապրելով։ Բայց այդ ամենը, ինչպես դու ճիշտ նկատեցիր, այնպես պիտի անենք, որ հոգով առողջ երեխաներ մեծանան եւ ոչ թե խաթարված, երկբևեռված, խեղված, ծնող սիրող հարգող, իրենց արժեքները սիրող երեխաներ։ Ինքնավստահ, կյանքի փաթորիկների դեմ հաստատ կանգնող, հնարավորության դեպքում հոսանքին հակառակ հոսող, բայց ճշմարտության համար թիկունք պահող մարդիկ լինեն, թիկունք տվող մարդիկ լինեն։
Ընդհանրապես մարդաբանական տեսանկյունից ասում են, որ գոյություն ունի երկու մեծ ինստիտուտ, հաստատություն, որոնք ազդում են մարդու կրթադաստիարակչական վիճակի վրա, ինչպիսին մարդը կախված է այս երկու մեծ դպրոցներից։ Առաջինը հասարակությունն է, որի մեջ մտնում է դպրոց, համալսարան, փողոց, աշխատանք, ընկերներ, շրջապատ, եւ երկրորդը ընտանիքն է։ Ցավոք պետք է նշեմ, որ մեր օրերում ընտանիքի ունեցած ժամանակը, հնարավորությունները եւ ազդեցությունը գնալով զիջում է ի հաշիվ փողոցի, ի հաշիվ դպրոցի, ի հաշիվ սոցիալական ցանցերի, այն ամենի, ինչ որ ընտանիքից դուրս է։ Եվ թերևս որպես ծնող ես շատ եմ թերանում այս հարցում, կարող է ուրիշ ծնողներ էլ իրենց գտնեն այդ թերացման մեջ, բայց իմ խորհուրդը եւ հորդորն է, որպեսզի մենք որպես ծնողներ այն հնարավորությունը, քանի դեռ ունենք ընտանիքի ներսում ձևավորելու այդ խմորը, այդ կավից ստեղծելու հայ ինքնությանը հավատարիմ զավակներ միշտ օգտագործենք այդ հնարավորությունը, սիրով անենք ամեն բան, որպեսզի ուրեմն մեր տված դաստիարակությունը, մեր սպասված արդյունքը իսկապես տեսանելի լինի, ոչ թե էգոիստիկ ձգտումներով, որ ես այսպես եմ ուզում եւ այսպես պիտի լինի, այլ այն ինչ որ մենք համարում ենք ճշմարիտ հայի կերպար, քրիստոնեայի կերպար եւ անձեր, որոնք ուղղակի պիտանի եւ օգտակար կլինեն հայ ինքնությանը, հայ պետականությանը եւ այն երկրին, որտեղ իրենք ապրում եւ մեծանում են։ Ավարտելու համար կուզեմ հիշեցնել համացանցից վերցված մի միտք, հեղինակին չգիտեմ, բայց շատ եմ սիրում այդ միտքը։ Միտքը ասում է՝ մի փորձեք դաստիարակել ձեր երեխաներին, նրանք միևնույն է կրկնելու են ձեզ։ Եղեք այնպիսին, ինչպիսին ուզում եք լինեն ձեր երեխաները, եւ երեխաները կլինեն այդպիսին, ինչպիսին դուք եք, այդպիսին ձեր երեխաներն են։ Կարծում եմ, որ եթե զավակ ունեցող ծնողները անդրադառնան հարցնան, թե որքանով են իրենց զավակները սեր տեսնում ընտանիքի ներսում, կհասկանան, թե ինչու է իրենց զավակը այդքան սիրառատ կամ պակաս սիրառատ։ Եթե հարց տան, որքանով է իմ զավակը հավատքի դրսևորում տեսնում իմ կյանքում, ոչ թե մոմ վառելու մակարդակի, աղոթք տեսնող երեխան ինքը աղոթող կլինի։ Գիրք կարդացող ծնող տեսնող երեխան գիրք կվերցնի, ինքն էլ գիրք կկարդա։ Ծխող ծնող ունեցող երեխան ինքն էլ կփորձի կրկնօրինակել եւ ծխել։ Վատ երաժշտություն լսող ծնողից կլսի վատ երաժշտություն։ Եվ սրանք միայն մակերեսային դեռ կրկնօրինակումներ են, շատ ավելի խորքային, շատ ավելի լուրջ հարցեր կան սիրելիներ, որոնք եթե մենք չփոխվենք, մենք չմտածենք, մենք չտանք մեր երեխաներին եւ ցույց չտանք որպես իրական անձնական օրինակ, երեխաները շատ լավ սուտը ճշտից կարողանում են տարբերել։ Երեխաները կվերցնեն վատը, բացասականը եւ հետո այդ առողջ հոգեբանությամբ եւ հոգով երեխաների խնդիր կունենանք։ Ուրեմն տանք լավը եւ լավագույնը հավատքով, հույսով եւ սիրով դաստիարակենք մեր երեխաներին, ինքներս լինելով այդ հավատքի, հույսի եւ սիրո կրողները։ Շատ շնորհակալ եմ, մտքիս միջև զրուցում էիք, այսպեսի մի պատկեր եկավ, որ նույնը ծաղիկը, որ տնկում ենք տնային բույսը, ինչ երբ խնամենք, այնքան առողջ բույս կմեծանա։ Իսկ եթե ծաղիկից էլ տեղափոխենք դեպի այգիներ, լավ պատուղներ էլ կտան, որպեսզի այդ պատուղները նաև քաղենք մենք եւ օգտագործենք նաև մենք։ Ի վերջո, սա նորից մի քիչ վերադառնում ենք ծնողական էգոիզմի շրջան, բայց ամեն ծնող նաև իր երեխայի մեջ տեսնում է իր չկատարված երազանքների, իր նպատակների իրականացումը։ Եվ ամեն ծնող սպասում է, որ իր երեխան հասնելով չափահասության որոշակի տարիքի, գիտակցած որոշակի տարիքի, սիրով, հոգատարությամբ եւ ջերմությամբ կարձագանքի ծնողի հանդեպ։ Էլի եմ ասում, սա կյանքի արձագանքն է ավելի շատ, քան ինչ որ անձնապաստան սպասումներ, բայց եթե այսպիսի սպասում ունենք, ուրեմն ծաղիկ տարիքից պետք է երեխայի մեջ ներդնենք այդ բոլորը եւ փորձենք ուրեմն անձնական օրինակով իրենց ցույց տալ կյանքը ապրելու ճիշտ ճանապարհը։ Սերը տանք, որ սեր ստանանք, որովհետև Աստվածաշունչը մեզ ասում է, որ ծնողին հարգիր եւ պատվիր, բայց երեխան, այսպես ասած, մեզ չի խնդրել իրեն այս աշխարհ բերելու, մենք ենք այս կյանքը տվել, մենք ենք պատասխանատու իրեն մեծացնենք, թե հետո ինքը ինչ կանի, արդեն դա իր պատասխանատվությունը, երբ որ մեծանա։ Այո,
Բայց քանի որ երեխա է եւ դա սպունգի պես ընկալող ունակ է եւ դաստիարակության լավագույնը տալու խնդիր ունենք, քանի դեռ ունենք հնարավորություն եւ ժամանակ ընտանիքից ներս դաստիարակենք եւ տանք այն ինչ որ դարձնում է երեխային այն ինչ որ ինքը է ընտանիքում։ Այդ դեպքում միայն հոգեպես եւ հոգեբանորեն առողջ զավակներ կունենանք։ Հուսով ենք մեր զրույցը օգտակար եղավ մեր ունկնդիրներին, կստանանք լավ արձագանքներ։ Տա Աստված Կօգնի ինչ որ մի իրադրության մեջ ճիշտ քայլեր ձեռնարկել։ Համաձայն եմ Հայկոյի ջան, զրույցը շատ կարևոր էր եւ կարծում եմ մենք ապագային առաջիկային կունենանք նաեւ մի քանի այլ զրույցներ, որոնք հպանցիկ, բայց դարձյալ կառնչվեն զավակներ ունենալու եւ չունենալու խնդրին եւ դաստիարակության հարցին։ Լավ որ ենք մաղթում մեր ունկնդիրներին։ Ես եւս եւ թող Աստված օրհնի ձեր բոլորի զավակներին եւ թորնիկներին։ Շնորհակալություն, հաջողություն։ Հաջողություն։ Եթերում էր Հայաստան ձայնասփյուռի լսիր ժողովուրդ հայտագիրը։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։